Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով կզրուցի Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև ձեզ Լիլիթ ջան, ողջունում ձեզ եւ ձեր ունկնդիրները։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Ընտրեմ միշտ պատրաստ ենք իշինություն եկեղեցու։ Օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Կխնդրեմ, որպես հոգևորական դուք ձեր դիտարկումները անեք այդ ճանապարհային քարտեզի մասին եւ արդյոք դա լուծում է եկեղեցու ճգնաժամը, որը ներկայումս առկա է։ Անշուշտ է մենք մոդեն անդրադարձանք վարչապետի ճանապարհային քարտեզին։ Վարչապետը ըստ երևույթին ըստ կանոնագարկի ուզում է ամեն ինչ ընթանա, որ եպիսկոպոսական ժողով պիտի տեղի ունենա եւ եպիսկոպոսները իրենց մեջ պիտի որոշեն այդ տեղաբայի հարցը եւ այլն։ Անշուշտ է այսդեղ մի քիչ փոփոխություն կդա վարչապետի այս նոր ճանապարհային քարտեզի եւ իր առաջին հայտարարություններին, բայց դե բան չի խանգարում, օրինակի համար առաջին հայտարարությունների մեջ ասում էր, որ դեղաբահը պետք է լինի մի ամուսնացյալ կահանա, որովհետև ըստ երևույթին այն ժամանակ շատ էր կասկածում ներկա գուսագրոններին, թե արդյոք իրենց մեջ մեկը գտնվի, մեկը, որը չի խախտել գուսագրոնության ուխտը եւ այլն, բայց ըստ երևույթին վարչապետը ինչ որ մի հույս կամ հույսի նշույլ մտեսավ մեր գուսագրոնների ներկա եպիսկոպոսների մեջ եւ անոր համար փոխեց ճանապարհային քարտեզը եւ դարավ դեպի եպիսկոպոսական ժողով։ Շատ ճիշտ է, բնականաբար դա առաջարկ էր բարձրապես վարչապետի կողմէ, բայց կանոնագարկով եպիսկոպոսական ժողովը ինքը պիտի ընտրի իր մեջից ինչ որ մի դեղաբահ եւ ինչու՞ չէ կարող է մի եպիսկոպոս գտնել, փնտրել կամ մի ամուսնացյալ կահանա գտնեն, այդ նրա մեջ էլ ոչ մի խնդրում չեն գտնում։ Էականը մենք վարչապետի նշանավոր խոսքը, որ գդրիչը ուրիշ գդրիչով պիտի չդեղափոխենք կամ պիտի չփոխարինենք, դա ամենակարևորն է, որովհետև հանգարց եթե այդպիսի մի բան տեղի ունեցավ, արդեն այս բոլոր 6 ամիսների այս պատրթն, որ գա այս տագնովրայությունը, ուղղակի իմաստ պիտի չունենա։ Պետք է շատ զգուշ լալ Թեգուզ եւ եպիսկոպոսները ընտրեն իրենց մեջ դեղաբահը, պետք է նաեւ մեր վարչապետը, որպես Հայաստանի այս առաքելական եկեղեցու հավատացյալ, ինքը հետամուտ լինի այս գործընթացին, որովհետեւ մենք հանգարց միևնույն այս ձողալի մեջ չընկնենք եւ դարիներ չքաշենք այս սխալ Թեգուզ եւ որոշումը եթե սխալ լինի հանգարց դա մեզ շատ է արժելու, երի մի քանի տարիներ գործընկնելու ենք մեր եկեղեցու բարեկարգման այս գործընթացի մեջ։ Վերջերս վարչապետը գտնվում էր Գերմանիայում եւ հայ համայնքի հետ հանդիպմանը նա խոսել էր եկեղեցուց եւ ասել, որ եկեղեցում քարոզ չի տեղի ունենում, այլ տեղի ունենում քաղաքական քարոզ։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը այս ամենի մասին եւ համամիտ եք արդյոք այս մտքի հետ թե ոչ։ Ուրեմն ես ինչքան որ կարողացա նայեցա վարչապետի հանդիպմանը Գերմանիայից համայնքին հետ, ես այնտեղ ներկաների մեծ մասը ճանաչում եմ, որովհետև ես դարիներ նաև ծառայել եմ Գերմանիա, այնտեղ խելացի պրոֆեսորներ կային, համայնքի ներկայացուցիչներ կային, որոնք խելքը գլուխը, բայց ես ամենաշատ ինձ հետաքրքրում էր, որ նաև վարչապետի խոսած ադենը այդ խելացի գլուխները դիմացը կանգնած ուղղակի իրենց գլխու շարժումներով արդեն հասկանալի էր, որ վարչապետի ասածը իրենց համար լրիվ հասկանալի է եւ իրենք համաձայն են վարչապետի ասածին հետ, դա շատ կարեւոր է։ Անշուշտ է վարչապետը, որ անդրադարձավ այդ կարեւոր գեդերից մեկն է, որ մեր եկեղեցու մեջ քարոզ չկա։ Եվ սա իրականություն է, ցավալի իրականություն է, եւ ես հրաբուրվեցի վարչապետի այդ խոսքով եւ որ ասեց, որ մեր եկեղեցու մեջ քարոզություն չկա եւ մեր հոգեվորականները քարոզությամբ զբաղված չեն։ Մեր ունկնդիրները կարող են պատկերացնել այս խոսքի վտանգը։ Ինչ է նշանակում եկեղեցի առանց քարոզչության։ Այսինքն խորտի մեջ յուրաքանչյուր հոգեվորական կանչված է Աստծո կողմից, Քրիստոսի կողմից լինելու համար մշակ եւ քարոզելու համար Աստծո խոսքը։ Վերջին հանդիպումը Քրիստոսի իր աշակերտներին հետ ասեց, որ գնացեք այսուհետև աշակերտեցեք բոլոր հետանոսները
եւ զանոնք մգրդեցեք։ Եվ այդ աշակերտությունը ինչպես է լինում նրանց քարոզելով, նրանց Աստծո խոսքը սովորացնելով։ Եվ սա առաջին բարդականությունն է յուրաքանչյուր հոգևորականի։ Բայց մենք ցավի սիրտ տեսնում ենք եւ նաեւ վարչապետը նկատած է, որ մեր եկեղեցու մեջ այդ աշակերտումը չկա, այդ կարոզությունը չկա, որովհետեւ եթե դու ովևէ մեկը ուզում ես բերել եկեղեցի, ուզում ես բերել դեպի Քրիստոս, դու նրան պիտի աշակերտես, այսինքն պիտի բերես, քարոզես, սովորացնես, աշակերտ դառնա եւ այսպեսով ինքը լինի լավ քրիստոնյա։ Եվ ճիշտ այս է պատճառը, որ թե մենք ինչու այսօր Հայաստանի մեջ ունենք քրիստոնյաներ առանց Քրիստոսի։ Այսինքն մեր հայ ժողովուրդը, որ հբարդանում է իր քրիստոնեության, քրիստոնեական պատկանելիությամբ, ինքը քրիստոնյա չէ։ Ինքը խաչի դակ քրիստոնյա է առանց հասկանալու խաչի խորհուրդը։ Եվ դա որտեղից է գալիս։ Դա գալիս է այնտեղից, որ մենք մեր եկեղեցու մեջ դերացած ենք Քրիստոսի խոսքը ուրեմն քարոզելուց։ Կացեք տեսեք մեր բոլոր եկեղեցիների մեջ, մի տեսնեք, որ Քրիստոս քարոզող չկա, եւ ես ի զարմանս մեր ունգընտիրներին ասեմ եւ ցեզ Լիլիթ ջան, որ բացեք նայեցեք մեր բոլոր բարձրաստիճան հոգևորականների քարոզները, թեկուզ եւ ոչ թե այս 7 տարիներուն, այս 7 տարիներից առաջ մենք խոսում ենք ազգային ինքնության մասին այն ժամանակ, հիմա քիչ է խոսում, ազգային ինքնության մասին, ոնց լավ հայ լինենք, ոնց զոհվենք մեր հայրենիքի համար, այս բոլորը շատ լավ, բայց մեր եկեղեցիներու մեջ մեծագա է Քրիստոսը, մենք կոչված ենք մարդիկ բերելու դեպի Քրիստոսը եւ ոչ թե դանելու դեպի ինչ որ քաղաքական ուժ կամ դանելու ինչ որ մի նախագահի կամ մի վարչապետի ուղղությամբ։ Այսպես է եղել ցավիսի մեր բոլոր եկեղեցիների մեջ։ Եվ ես ձեր ավելին ասեմ, մեր եկեղեցիներում արի դերեկություն մեր վարչապետին ասեմ, որ ոչ թե միայն չի քարոզվում, այլև ընդդիմանում են քարոզչության։ Հիմա պիտի զարմանաք ինչպես ես սրա մասին, եթե սխալ չեմ, ակնարկած եմ 1-2 անգամ ցել ուղիղ եթերով, ես նամակ ունեմ բանի Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի նախկին դիվանաբեդ, որ հիմա Բերդի մեջ է, Իրանից ես ստորագրված նամակ ունեմ, որը արգելում է մեզ քարոզել ավետարանը։ Այսպիսի նամակ ունեմ եւ չեք կարող պատկերացնել ինչ է նշանակում, եւ որ Մայր Աթորի դիվանաբեդը նամակ ուղարկում է մի հոգևորականի, որ դադարեցնի քարոզչությունը ինտերնետի միջոցով, կամ YouTube-ի միջոցով։ Այլ խոսքը ինչ ասենք, եկեղեցում քարոզչություն չկա, որովհետեւ այս մարդիկ ընդդիմանում են ավետարանի քարոզչության, եւ միայն մեկն է, որ կարող է ընդդիմանալ ավետարանի ավետարանչության, սա ները կլինի միայն։ Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետը նաև խոսել էր աղանդավորության մասին, որ այդքան հաճախ խոսվում է, եւ այսպիսի մի արտահայտություն էր արել, որ ամենամեծ աղանդավորը Կտրիչ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են, նաև ասել էր, որ աղանդները շատացել են, որովհետեւ մարդկանց վանել են եկեղեցուց եւ հենց այս մարդիկ են դա արել։ Ինչ կասեք այս մասին։ Եթե սխալված չեմ, ես այս խոսքը ասել եմ մի քանի ամիսներ առաջ իմ ուղիղ եթերով, եւ եթե սխալ չեմ, վարչապետը մի անգամ ասեց, որ ինքը ամեն օր հետևում է ավետարանի քարոզչության ինտերնետով, YouTube-ով։ Վստահ եմ, որ ինքը ինձանից լսած կլինի այս խոսքը, մենք հաջող քննադատում ենք աղանդավորները, ավետարանականները, չգիտեմ ինչերը, բայց ես ասեցի, որ ներկա դրությամբ մեր հոգևորականները կամ մեր բարձրաստիճան գդրիչի գլխավորությամբ իրենք ամենամեծ աղանդավորներն են։ Սա հավանաբար զարմացնի մեր ունգընտիրներին։ Ինչ է նշանակում աղանդավոր։ Աղանդավոր, այսինքն ուղիղ հավատքից շեղել եւ դանել ուրիշ դեպ։ Լավ, այսօր գդրիչը եւ իրան սադարող այդ եպիսկոպոսները ինչ են անում։ Հայ հավատացյալը շեղում են ուղղապար հավատքից, որ պիտի դանի միայն դեպի առաքելական եկեղեցու ուսուցում, որ միայն պիտի դանի դեպի Քրիստոս
եւ նրանց դանում են ինչ որ մեր ցևով շարժման կամ չգիտեմ քոչարյանական կամ սերժական ուղությունների սա է բա աղանտի ինչ է աղանտի ինչ է եթե ոչ հավատքի շեղվածություն եւ ցավիցի այսօր ովքեր որ մեզ շեղում են մեր հավատքից աղանտավորները չեն այսօրվա մեր բարձրաստիճան հոգևորականներն են որոնք ուրացել են եւ հերացել են իրենց հավատքից իրենց արակելությունից քրիստոնյաները աշակերտելու այլև ոչ թե քրիստոնյաները ավետարանը ասում է որ դուք պետք է գնաք եւ աշակերտեք հետանոսները եթե մենք մեր հայ ժողովրդի քրիստոնյա գոչված մեր զավակներին չենք կարողանում աշակերտել Քրիստոսի ել ինչ խոսք հետանոսների մասին այնպես որ այո վարչապետի ասածը շատ ճիշտ է եւ ես համամիտ եմ նրան այն ինչ որ մեզ շեղում է մեր հավատքից եւ դանում է ուրիշ ուղություններով դա աղանտն է եւ ես հաջող եմ ասում այո երբ որ փլուզվեց սովետ միությունը եւ երբ որ մենք ունեցանք մեր ազատ անկախ Հայաստանը մենք մեր եկեղեցին իր դեղում չէր եկեղեցին սպառված էր միայն թե ով պիտի հոշոտի Գրիգոր Լուսավորչի աթոռը եւ նրա համար մենք մոռացանք մեր ժողովրդի հոգեվոր դաստիարակությունը եւ մեր ժողովուրդը ուր ասեց գնաց որովհետեւ եկավ եկեղեցի եւ չգիտակ Քրիստոսը դեսավ սևասկեստ հոգեվորականներ որոնք գոչված են խաչված Քրիստոսը կարոզելու բայց անոնց մեջ Քրիստոս չկար մարդիկ վանվեցին եկեղեցուց ինչպես որ ասում է վարչապետը եւ հիմա մենք հասկանում ենք որ մեր վարչապետը ինչու դարիներ շարունակ եկեղեցի չէր գնում որովհետեւ այնտեղ քարոզվող Քրիստոս չկար այնտեղ քաղաքական շեղվածություն կար ինչքան հավատացյալներ են ճանաչում որոնք չեն գնում եկեղեցի որովհետեւ ասում են գնում ենք եկեղեցի այնտեղ բացի հոգեվոր քարոզից ամեն ինչ կա եւ ես այստեղ ուզում եմ նաեւ խոսել եթե դուք գիտեք ջան վերջերս մի հայտարարությամբ եկավ Խաժակ arczepiskopos Բարսամյանը, որը հայ արաքելական եկեղեցու ներկայացուցիչն է Հռոմի մեջ։ Եվ այնտեղ մի հայտարարություն արեց, որ շատ ուշացած է, ասում է, որ պետք չէ եկեղեցական սպաղվի քաղաքականությամբ եւ ոչ որ քաղաքական ուժերը կամ անձինք սպաղվեն եկեղեցական հարցերով։ Եվ ինձ այնտեղ փնտրում է եզրեր ասում է որ ամեն մեկը պիտի իր թերը ունենա նախ ասեմ որ շատ ուշացած է եւ հիմա երբ որ ասում եք որ եկեղեցին պիտի ունենա իր թերը ասեմ սիրելի սրբազան Խաժակ arczepiskopos եթե դուք գիտեիք ձեր թերը բա ինչու համար ձեր թերի մեջ չմնացիք եթե դուք գիտեիք ձեր թերը բա այդքան եպիսկոպոսական ժողովներ դեղի ունեցան էջմիածնում մանավանդ վերջին ամիսներում դուք ինչու չանդրադարձաք Ձեր թերին հայ արաքելական եկեղեցու եւ հավատացյալ քրիստոնյայի կյանքի մեջ շատ հեշտ է թուղթի վրա ամեն ինչ գրելը բայց այս թուղթի վրա գրվածը կյանքի գոչելը դա է դժվար դուք ցախողվեցիք ել դուք չեք կարող ձեր թերի մեջ գտնել Տեր Արմեն, դեկտեմբերի 10-ից 12-ը նախատեսված էր եպիսկոպոսատ ժողով, որը չեղարկվեց։ Ինչ է կարծում, արդյոք պատճառն այն էր, որ կար մտավախություն, որ այլ եպիսկոպոսներ նույնպես կմիանան այն 10 եպիսկոպոսներին, որոնք միացել են վարչապետին եւ քննադատում են Կտրիչ Ներսիսյանին։ Ես կարծում եմ միայն դա չէ պատճառը, այո, կան եպիսկոպոսներ, որոնք միանում են մույս եպիսկոպոսներին եւ պիտի միանային այդ ժողովին եւ պիտի բանջեին Կտրիչի հրաժարականը, բայց նաեւ պատճառներից մեկը կա, որ կային եպիսկոպոսներ, օրինակ ես ճանաչում եմ 2-3 կոնե, որ թեմակալ առաջնորդներ են եւ իրենք ըմպոստացել էին եւ ասել էին չենք գալու ժողովի Այնպես որ այդ եպիսկոպոսական ժողովը ում համար տեղի պիտի ունենար։ Մենք այսօր ունենք 4 եպիսկոպոսներ, որոնք բերդի մեջ նստած են։ Ունենք 10 եպիսկոպոսներ, որոնք ինտիմատիր են Կտրիչին։ Ունենք 3-4 եպիսկոպոսներ, որոնք չեն ուզում գալ ներկայացնել եպիսկոպոսական ժողովին։ Այսինքն բնալու էր Կտրիչը եւ իր շուրջը մի քանի եպիսկոպոսներ, մի քանի վարդապետներ։ Եվ նրա համար էլ ինքը չեղյալ համարեց Եվ լավ գիտակցելով, որ եթե այդ եպիսկոպոսական ժողովը դերի ունենար,
այդ 10 եպիսկոպոսները եւ իրենց հետ համախոհ մի քանի եպիսկոպոսներ պիտի պահանջեին իր հրաժարականը, որովհետեւ ուրիշ ջար չկա, ես թե ավելին ասեմ, այսօր նույնիսկ թեմական խորհուրդներ կան, որոնք միանում են այս 10 եպիսկոպոսներին պահանջելով Գդրիչ Ներսիսյանի հրաժարականը։ Օրինակի համար մենք այսօր հանդիպում ունենք մեր թեմական խորհրդի ադենաբեդը, Բուլգարիո թեմական խորհրդի ադենաբեդը, որոնք նաև այսօր հայտարարությամբ դուրս պիտի գան, որ իրենք սադարում են այս 10 եպիսկոպոսներին եւ պահանջում են հայ եկեղեցու բարեկարգումը եւ պահանջում են ուրեմն հրաժարականը Գդրիչ Ներսիսյանին։ Այսպես որ գտեսնեք ցույնակնդիկը մեծանալու է, որովհետև սկսավ 10 եպիսկոպոսներով, այսօր թեմական ամբողջ Բուլգարիայի թեմական խորհուրդը պիտի միանա, վաղը Ամերիկայի թեմական խորհուրդը պիտի միանա եւ այսպեսով մենք պիտի տեսնենք, որ շրջափակվեց Գդրիչ Ներսիսյանը եւ ուրիշ անելիք չունի, ինքը պիտի թողնի հեռանա իսեր Աստուծո, եթե ինքը ճանաչում է Աստծուն, իսեր հայ եկեղեցու, եթե ինքը դակավին հավատում է հայ եկեղեցու առաքելության, այնինչին, որ ես կասկածում եմ ցավի սիրտի լիճը։ Այգեշատի պատարագից հետո Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ վարչապետը պատրաստ է վեհափառի հետ հանդիպել, քննարկել նրա հանգստի եւ եկեղեցական բազում հարցեր։ Կարծեք թե էլի շանս է, հա, տալիս վարչապետը, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը հանգիստ հեռանա, անցնցում հեռանա։ Ինչու է նա համառում, ինչու է դիմադրում եւ չի հեռանում, կամ ինչու չի հանդիպում գոնե նոր հեռանա։ Նայեցեք, հանդիպելու համար ես կասկածում եմ, որ ինքը կհանդիպի, որովհետև ինքը երես չունի հանդիպելու։ Այսինքն, եթե հանդիպի, առաջին կետը վարչապետը իրան պիտի չդիմի որպես ամենայն հայոց, ոչ էլ պիտի դիմի որպես վեհապար դեր։ Ինքը նրան պիտի դիմի որպես բարոն Գդրիչ Ներսիսյան։ Ցեզ ոնց ուղարկեն, ցեզ ոնց է հարմար։ Նրա համար եթե ինքը դակավին մի քիչ զգացում ունի, ես կարծում եմ սա է լինելու պատճառը, որ ինքը չի հանդիպելու, որովհետև իր համար որպես մարդ ավելի լավ կլինի, որ ինքը մեռնի, քան թե լսե այս իր աշխարհական անունը մեր վարչապետի բերանից։ Ինչ որ վերաբերում է այս վերջին բادرակի իրադարձությանը, բادرակը բացառիկ է Լիլիթ ջան, բացառիկ, ես հուզվեցի եւ շատեր մեր, այսինքն մի քանի գեդի ուզում եմ անդրադառնալ, որոնք շատ կարեւոր են, հուսամ որ ծեր ետերի ժամանակը գերիկի, ուրեմն առաջին գեդը ողջույնի ժամանակն էր։ Դուք նկատեցիք, որ մեր բարոն վարչապետը ուրեմն ողջույնը առնելով մտավ սավ եկեղեցու մեջ եւ բոլոր ժողովրդին ողջույնը փոխանցեց։ Սա ուղղակի մի հրաշք էր, սա ուղղակի մի բացառիկ իրադարձություն էր, որ ես վստահ եմ դեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետության ոչ թե 30 տարիների պատմության մեջ, այլ ամբողջ հայ ժողովրդի պատմության մեջ ես սենց բան գարտացած չեմ, որ վարչապետը ողջույնը փոխանցի ժողովրդին, եւ դա նշան է միասնականության։ Վարչապետը ուզում է ասել բոլոր ներկաներին, ես վարչապետ չեմ, ես ցեզանից մեկն եմ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդներից մեկն եմ եւ ցեզ փոխանցում եմ Քրիստոսի ողջույնը, որը ցեզանից զրկված է եղել 30 տարիներ։ Սա առաջին։ Իսկ երկրորդ, եթե նկատեցիք այնտեղ Վասկեն Սրբազանը գարտած խոստովանանքը, արձակումը, բայց Արտակ Սրբազանը ինքը ձունգի քալով ուրեմն գարտած խոստովանանքի գարկը եւ եթե հիշում եք ես ծեր ուղիղ ետերով հաջող ասեցի ինչ է ցեզ բագասում որ դուք էլ ձունգի կաք դուք էլ խոստովանեք դուք էլ հավասարվեք ձեր հավատացյալներին դուք եք հավասարվեք ձեր վարչապետին որը ամեն բادرակի ձունգի է գալիս Պարկասով որ տալսեցին եւ Արտակ Սրբազանը ձունգի եկավ եւ գարտած խոստովանանք իսկ երկրորդ Արտակ Սրբազանը ուրեմն խոստովանանքը գարտալու ժամանակ ասում է ես իգարկս քրիստոնեության գոչեցա եւ անարժան գտնվեցի Արտակ Սրբազանը այնտեղ շատ հետաքրքրական մի բառ ավելացրեց
ասեց, որ իգարկես քրիստոնեության եւ քահանայության հրավիրվեցա, բայց գործովս անարժանք դա։ Երանի թե ինչպես որ ես անդրադարձա այս բարին, Գդրիչ Ներսիսյանը եւ իրա կողմնակից բոլոր եպիսկոպոսները այդ քաջությունը ունենան, ասելու որ մենք գոչվեցինք մեր քրիստոնեական գարքին, գոչվեցինք քահանայական գարքին, բայց մեր գործերով անարժան գտնվեցին։ Հավատացեք, որ եթե գտնվեն այսպիսի եպիսկոպոսներ, Գդրիչը չի անելու, որտեղ ինքը չի հասկանալ։ Բայց եթե գտնվեն այսպիսի եպիսկոպոսներ, որոնք արդակ սրբազանի նման քաջություն ունենան զունգի գալու եւ ասելու մենք մեր քահանայության մեջ, մեր գործի մեջ անարժան գտնվեցանք, ես եւ ամբողջ հավատացյալ հոդը նրանց արչեր զունգի գկանք եւ գասենք, որ մենք էլ ցեզ ներեցինք, բայց այդ քաջությունը չկա Լիլիթ ջան, չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ցեզ, բարին ցեզ եւ մեր բոլոր ունգընտիրներին եւ եթե սա մեր վերջին հանդիպումն է, շնորհավորում եմ մեր բոլոր ունգընտիրների նոր տարին եւ Սուրբ Ծնունդ։ Ամենայն բարին ցեզ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար